Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք, Energy մարզասրահից, ես Քնարիկն եմ։ Այսօրվա ճանապարհը, որը պիտի անցնենք, դերասանական արվեստի եւ սպորտի հետաքրքիր միախառնում է։ Եթերում է «Մարզվենք միասին» հաղորդաշարը։ Իմ այսօրվա հյուրն է սիրված եւ հայտնի դերասան, պրոդյուսեր, նախկին մարզիկ եւ ներկայիս մարզիչ Արմեն Սողոյանը։ Բարև ձեզ, Արմեն։ Բարև ձեզ։ Արմեն ջան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար եւ շատ ուրախ եմ ձեզ մտաղավերում տեսնել։ Փոխադարձ Քնարիկ ջան, նաեւ շնորհակալ եմ հրավերքի համար, ու շնորհակալ եմ նաեւ որ սպորտն եք պրոպագանդում, ձեր հաղորդմանն էլ հաջողություն եմ։ Շնորհակալ եմ, հաճելի է լսել։ Արմեն ջան, ուզեք թե չուզեք, դա ընդունեք թե ոչ, բայց դուք մեր սիրելի մալխասն եք։ Նամանավանդ այս սերնդի համար, ովքեր կլանված որոգայթեին եմ, ես այդ սերնդի կարկառուն ներկայացուցիչն եմ, բայց այդ ամենը դնենք մի կողմ եւ գնանք դեպի ձեր մանկություն եւ դեպի ձեր մարզական սկիզբ, նախ հասկանանք, որ մարզաձևից եք սկսել եւ առհասարակ այդ process-ը ինչպես է ընթացել։ Համեցեք։ Դե ոնց հասկացա, ես սպորտը շատ եմ սիրում ու իմ հիմնական սպորտաձևը ջյուդոն է եղել, միշտ հաղորդումների ժամանակ ես ասել եմ այդ մասին ու ես մարզումները սկսել եմ 8 տարեկանից այդ խորհրդային միության ժամանակ տարբեր սպորտաձևերով եմ զբաղվել, բասկետբոլ, ֆուտբոլ, շուսերամարտիկ եմ եղել, դրանից հետո նոր ջյուդոն եմ ուսումնասիրել, մարզվել երկար տարիներ ու հասուն տարիքում մարտարվեստներն եմ ուսումնասիրել ու միջ առօրս մարտարվեստի մեջ եմ։ Ունեմ իմ ակումբը, Սողոյան հարվածային ակումբը, որտեղ մարզում են կամեկ կանոններով, ունեմ լավ աշակերտներ, որոնք համ գործող մարզիկ են, համ մարզիչ, նաև խմբակներ ունեն, որ մարզում և կրթում են երեխաներին ու զուգահեռ պրոֆեսիոնալ սպորտի մեջ են դրսևորում իրենց։ Այդպես Քնարիկ։ Երբ եք ստեղծել այդ ակումբը։ Մի քանի տարվա պատմություն ունի ակումբը, բայց տարբեր համագործակցություններ եմ ունեցել առաջ, մինչև որ վերջնական որոշեցի, որ ես պետք է իմ ակումբը ունենամ և զարգացնեմ իմ ակումբը։ Ինչ խմբեր ունեք, ինչ արդյունքների են հասել, ձեր մարզիկները ոնց հասկանում եմ, դե երկար տարիների խմբեր են։ Որպես մարզչական գործունեություն ես արդեն 22 տարի կլինի, որ մարզում եմ, դե պատկերացեք 22 տարվա մեջ ինձ սերունդ ունեցած կլինեմ, որոնք որ սպորտի մեջ իրենց լավ դրսևորելով, հայկական դրոշը տարբեր միջազգային ասպարեզներում բարձրացնելով, պրոֆեսիոնալ մենամարտերում հաղթելով, նաև իհարկե եղել են պարտություններ, առանց դրա անհնար չկա հաղթանակ առանց պարտության, այդ պարտությունը մեզ ստիպում է որոշակի դասեր քաղել և քո սխալների վրա աշխատել ու ավելի ձգտես ավելիին։ Իսկ ինչ խմբեր ունեք տարիքային առումով։ Տարիքային առումով չկա տարիքային սահմանափակում, մենք տարբեր 5 տարեկանից սկսած մինչև ես ունեցել եմ 60 տարեկան մարզիկ, որ ինձ մոտ մարզվել է։ Հիմա էլ կան հասուն տղամարդիկ, որ գալիս են սիրողական մարզվում են, ինչի նաև կանայք, որ գալիս են մարզվում են ինձ մոտ։ Նաև իմ աշակերտների մոտ, որտեղ որ խմբակները կան։ Կենտրոնացված եք կամեկ քիքբոքսինգի վրա։ Այո, կենտրոնացված ենք, ես դա այդ ոչն եմ միշտ սիրել, որտեղ իմ համար երբ որ մենամարտում են երեխեքը, այդ գեղեցկությունը ոտքի և ձեռքի աշխատելու ռինգի մեջ երևում է, էլի, այսինքն դու ամեն ինչ պետք է անես, որ այդ տեխնիկան մաքուր մենամարտես, այլապես քո հարվածները միավոր չեն վաստակի։
Ըստ էս լավ մարզիչը ինչպիսի կարևոր հատկանիշներով պիտի օժտված լինի, ինչ է ասել լավ մարզիչ։ Պետք է ավելի ուշադիր լինի ընդհանրապես իր աշակերտների նկատմամբ, օրինակ ծառայի, այդ կարևոր, որտեվ քեզանից քեզ տեսնելով երեխաները ընդհանրապես կրթողը բան է սովորում։ Իմ կարծիքով ավելի շատ ուշադրությունն է, որ պետք է մարզիչը փոխանցի իր աշակերտների սաները։ Եվ հոգեբանական երևի շատ այդ կարևոր ազդեցություն է։ Միանշանակ այդ խոսալը պարտադիր է, որտեղ երբ որ դու տեսնում ես երեխայի մեջ ինչ-որ բացի այն, որ դու ֆիզիկականն ես իրան կրթում, մարմինն ես կրթում, ֆիզիկական չէ, ֆիզկուլտուրա է վերջո, ու բացի այն դու պետք է իր ներքնաշխարհն կրթես, որ ինքը արդեն մարդ ծնվել է, բայց կանա իր մարդու արժեքը պահի ու հոգեպես ավելի կրթված լինի, ընդհանրապես կանա իր շրջապատում մարդկանց հետ շփվել։ Դա ամենակարևոր բաներից մեկն է, որ երեխաներին պետք է կրթես։ Օրինակ, կարող մի օրինակ բերեմ, որ երբ որ հիմնական որ նկատել եմ, էլի ծնողները բերում են երեխաներին, ասում են, թե ես ուզում եմ իմ տղան սովորի, որ մեկը իրան բան ասի, կանահետը կռվի, բայց ես միշտ ասել եմ, ես կռվի կողմնակից չեմ, այդ հարցի վերջի լուծումն է, էլի, որ չկա դրանից այն կողմ լուծում, հա, բայց երբ որ մարդ ուժեղ է լինում, երբ որ դու այդ երեխային կրթում ես, ինքը ուժեղանում է, իր խոսքն էլ է հետո ուժեղանում։ Ու մարդ ինչքան իր ուժի վրա վստահ է, այնքան նաև խոսքի վրա է վստահ։ Տեսակն էլ է ուժեղանում։ Չէ, խոսքի վրա, երբ որ ինչ-որ մի միջադեպ լինում է, ինքը խոսքով փորձում է այդ իր վիճակը հանդարտեցնի։ Չի փորձում, չի մտածում, որ պետք է հեսա ուժ կիրավի, ու ես ասեմ, մի դեպ դիմացին էլ դա զգում է, երբ որ դու դիմացին ես զգում է, որ իր առջև կանգնած է ուժեղ մարդ, ինքն էլ է սկսում զգուշավոր դառնալ, բայց որ կրթես, որ այդ երեխան պետք է մեծանա ու եթե մեկ իրան բան ասի ու միանգամից ուժ կիրավի, այդ ավելի շատ իրան վնաս կտա, քան օգուտ, որովհետև պատկերացեք, եթե հանկարծ մեկին հարվածի ու չգիտես մինչև մահվան դեպք լինի, հետո ով է պատասխան տալու դրա համար ինձ թվում է, որ նաև ներքինը պետք է կրթես, որ իրանք իրենց ուժը չկիրավեն դրսում, այլ այնքան ուժեղ լինեն, որ իրենց խոսքը ամուր լինի։ Այո, կարծում եմ հիմա նամանավանդ այս նոր ժամանակաշրջանում այդ բուլինգի խնդիրը գնալով մեծանում է։ Սենց խոսք կա, որ ասում եմ ուժեղի մեջ միշտ է թույլն է մեղավոր, չէ։ Մենք այդ խոսքից պետք է մի քիչ շեղվենք, երբ որ մենք երեխաներին կրթում ենք ու այդ երեխաները այդ թույլերին պաշտպան լինել։ Երբ որ տեսնում ես դիմացինը թույլ է, ինքը անզոր է, որից է մի բան անելու, օգնության կարիք ունի, հենց այդ այն սպորտսմենը, որին դու կրթում ուժեղացնում ես, ինքը պետք է իրան պաշտպան լինի։ Հասկանում ես, այդտեղ նաև ձևավորվում է միասնականությունը։ Երբ որ դու մտածում ես դիմացինի մասին, ոչ միայն քո մասին։ Արմեն ջան, գանք ձեր ֆիլմերին։ Պիտի խոստովանեմ, որ որպես դերասան ձեզ շատ եմ սիրում։ Այն բոլոր կերպարները, որոնք դուք մարմնավորում եք, դա լինի օրինապահ, թե օրինազանց, դուք կարողանում եք մտնել մարդկանց սրտերը։ Դա անհերքելի փաստ է։ Այո, ես նկարահանվում եմ արդեն վաղուց 98 թվականից մինչ առօրս ու հիմնականը եղավ Որոգայթը, որից հետո Ձեզ ճանաչումը հենց Որոգայթը բերեց։ Որոգայթը ու շարունակվեց մի քանի ռեյտինգով բարձր նովելներ, բանակում, սահմանին, Արյունոտ խաղադրույք, եթե կարող եմ թվարկել իհարկե դեպի ճամբար 4, վերջը նման տիպի նովելներով էլ նաև ճանաչվեցի, ոչ միայն Որոգայթով, բայց հիմնականը Որոգայթն է։ Բայց Որոգայթը ինչպես հայտնվեցիք, այդ սկիզբը ինչպես դրվեց։ Դե հրավիրեցին, կաստինգը անցա ու իմ սցենարիստը այդ ժամանակ ընկերներ չէինք, շատ հավանեց այդ իմ նկարները ու հենց այդ նկարներից ու այդ ոնց որ պրոֆիլի վրա այդ որոշեց գրել Մալխասի կերպարը։ Լսում եմ շեֆ։ Հեսա 5-ից 10 րոպեն հովոյի մարտի կտե կլնեն, արա։ Արշակին վերցրու պատվալի չու դրան ընդե խփի։ Հասկացար ինչ չեմ ասում։
Շեֆ, բայց այդ պարտադիր է։ Արա, քո նման ուրոդի պատճառով հիմա վաղը սաղ քաղաքը կիմանա, որ Գոքորին իմ նավոտկով են բռնել։ Որպես այդ բանը տեղի չունենա։ Մենք պետք է ազատվենք միակ կենթանի վկայից, հասկացա՞լ արա։ Հա։ Դե որ հա։ Հիմա գնալու այդ գործարա, թե չէ ես իմ ձեռքով ձեզ կսատկացնեմ։ Ամեն ինչ կանեմ։ Գործ արեք ու թռեք այդից, արա։ Ու այդպես, ու այդ օրվանից է նաև ձևավորվեց մեր ընկերությունը։ Օրինակ, նայենք այդ կրիմինալ ժանրում կան էլի որոգայթի սցենարիստն է գրել, օրինակ տանդեմ հիմա գնում է չէ տանդեմը կա եւ նաև Սուրբը, Սուրբ 1-ի իդեպ, որ մեր հարությունն է գրել Ղուկասյան, որ էլի հաջողված նովել է ստացվել, նովելներ է ստացվել։ Հենց ուզում եի հարցնել հիմա ինչ պրոյեկտներ կան ձեր Հիմա շանթ հեռուստաընկերությունը նկարահանվում, բացահայտված գործեր հեռուստանովելում, ոստիկանական դեպք, ոստիկանների մասին է։ Այդպես հետագայում ինչ առաջարկներ կլինի, տեսնենք։ Որտեղից է եղել այդ կրակոցները։ Այն կողմից, պարոն գնդապ։ Ինչ էի կանում այդ ժամանակ։ Այդ ինչ բան ժամ էր։ Սաղը իրար հետ եք եղել։ Չորթը առանձին է եղել։ Այդ միջման ժամանակով ուր է գնացել։ Ես Զուքարան։ Ես ու Ռոմանն էլ ենք Զուքարան գնացել, պարոն գնդապ։ Պարոն գնդապետ, իրաման է կատարված է, թշնամին ոչնչացված է, դիրքերը պահված։ Պարոն գնդապետ, առաջադրանքը կատարված է, թշնամին ոչնչացված է, դիրքերը պահված են։ Ես ում եմ տվես։ Թշնամին ոչնչացված է, պարոն գնդապետ։ Սեք չեք հասկանում, ասում եմ կլաուստրաֆոբիա ունեմ, չեմ կարա ես։ Մտի ասում։ Դե չէ տեղում կսատկացնեմ։ Դու 5 վայրկյան ժամանակ ունես։ 1 2 3 Լավ։ Լավ կմտնան։ Անի տեղը։ Սևակ, ես ինչ ես անում։ Արածիդ համար կարալու ես պատասխան տաս։ Նստի տեղդ քանի լեշը չեմ փռես եղանեն։ Նստի։ Դու ինձ գիտես, ու ես մտածում եմ, որ դու հիմա մեծ սխալ ես գործում։ Ու քանի հնարավորություն ունես, թող գնա, ու մենք կմոռանանք այս միջադեպի մասին։ Ես քեզ լավ գիտեմ, Սեփ, բայց ոնց որ դու ինձ լավ չես ճանաչում։ Եթե ճանաչեիր, կհասկանայիր, որ ես անիմաստեղ ես քայլին չէի գնա։ Մի քանի ժամ առաջ իմ վրա մահափորձ է եղել։ Բայց ոնց տեսնում եք, ես ողջ եմ։ Ու ախրանիկս, որ ինձ արյունակից հարազատ է, մահացել է։ Սիտկոմում էլ եք նկարահանվել, բավականին հետաքրքիր է ստացվել, դա ձեզ մոտ էր, բայց թե Դուք նկատի ունեք դեպի ճամբար 4-ը։ Հա, մի հատ էլ կար, սյուրպրիզը։ Սյուրպրիզը, հա, սյուրպրիզում դե ես էպիզոդիկ կերպարում էի, ելույթ ունենում, իսկ դեպի ճամբար 4-ը հիմնական դերակատարներից մեկն է, ու ես ավելի շատ կասեի դեպի ճամբար 4-ը, բայց իմ կարծիքով այդքան սիտկոմ չէր, ինչքան որ ինքը ավելի գեղարվեստական ֆիլմին մոտ էր, ուղղակի մի 16 մասանոց։ Նկարները այդ բազմաֆունկցիոնալ են եղել, տարբեր լոկացիաներով, Սոմա սիտկոմում մեզ մենակ ճիշտ եք ասում, սյուրպրիզ 3-ում է, ոնց որ նկարահանվել, բայց էպիզոդիկ կերպարում։ Ես, ոնց որ բոլոր երեխաները, մանկուց ունեցել եմ երազանք, բայց ի տարբերություն մյուս երեխաների, ովքեր երազում էին ունենալ հեծանիվ, սկեյթ, հեռախոս, իմ երազանքը մեկն էր, հանդիպել իմ իրական հորը։
Այս ճամբարում կատարվեց իմ երազանքը։ Ես հանդիպեցի նրան։ Սակայն իմ երազանքներում մեր հանդիպումը ես այլ կերպ էի պատկերացնում, թե ոնց եմ ամուր գրկում նրան, բայց եղավ հակառակը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկերոջ Էրիկին, ում բարի խորհրդի շնորհիվ ես կարողացա իմ մեջ ուժ գտնել ու ասել այս խոսքերը։ Ես երջանիկ եմ, որ քեզ գտա, պապ։ Երկար գիշերը տվեց իր արդյունքը։ Ես վերջապես կարողացա Մաչին սովորեցնել մարդու ամենակարևոր երկու հատկանիշները՝ ներել եւ լինել շնորհակալ։ Ուրեմն սենց ընկեր ջան, նախ ես քեզ առաջ անգամ եմ ստեղ տենում, ու լավ կլինի վերջի անգամ տենամ։ Երկրորդն Իլոնան ընկեր ունի, իրանից հեռու մնա։ Ո՞վ է այդ ընկերը, ընկեր ջան։ Ես եմ այդ ընկերը։ Ուրեմն սենց ընկեր ջան։ Դու ինձ առաջի անգամ ես տենում, որովհետև ես նոր եմ Ռուսաստանից եկել։ Ու երկրորդ, ես Իլոնայի աղբերն եմ։ Բարով ես եկե, հանրցեք աղբեր։ Դու առաջ մի Հələ պատմի, տենան որտեղ ես քրոջս հետ ծանոթացել։ Արմեն ջան, դուք հիմա նաև հանդես եք գալիս որպես պրոդյուսեր եւ ունեք պրոյեկտներ, այդ մասին ինչ կասեք։ Հարություն Ղուկասյանի հետ տարիներ առաջ քննարկում էինք, որ մենք էլ զբաղվենք ֆիլմ արտադրությամբ, ու դե քանի որ ես նաև սպորտի մեջ էի, ես մրցումները, մարզումները մի քիչ խանգարում էր, ոնց որ չէի տրամադրվում նման պրոյեկտների իրականացմանը, մինչև որ եկավ օրը ու հասկացանք, որ պետք է երևի ֆիլմ արտադրությամբ զբաղվել եւ մեր երրորդ գործընկերոջ հետ, Արտակ Դալտումյանի հետ որոշեցինք այդ արտադրությամբ զբաղվել եւ ունեցանք երկու իմ դեպքում իմ պարագայում պրոդյուսերական ֆիլմ դա Անքնությունն է, որտեղ խաղում է Սամվելը Թադևոսյան եւ Ինգրիդը Կոկչյան եւ երկրորդ ֆիլմը ռոմանտիկ կատակերգությունն է Պետքին դբրոց, որտեղ խաղում է Լիլի Էլբակյանը, Հայկը Պետրոսյան։ Երբ որ մենք դա որոշեցինք, տեսեք Հարութը համ ինքը որոշեց իր առաջի պրոդյուսերական աշխատանքը ստացվեց, ինչպես նաեւ իմը, բայց նաեւ ինքը սցենարիստն էր եւ ռեժիսորն էր ֆիլմի։ Ըստ ինձ երկուսն էլ հաջողված ֆիլմեր է, իդեպ Անքնությունը շուտով Արմենիայի հեռուստաընկերությունով ցույց կտան։ Հիմա կինոթատրոններում եք գնում։ Պրեմիերան կլինի, առաջինը կինոթատրոններով չէ, շատ վաղուց է գնացել, այո, գնացել են, էկրանների վրա էր գնում։ Այդպես, հիմա աշխատում ենք երրորդ ֆիլմի վրա, տեսնենք ինչպես կստացվի։ Հետաքրքիր է։ Արմեն, եթե կարողանեք ժամանակը հետ տալ, նույն ուղիով կգնայիք։ Գիտեք ինչ, ըստ ինձ երբեք լինում է, որ մեկ-մեկ մտածում ես, վայ, անցյալ գնայինք եւ սենց անենք, նենց անենք, բայց հասկանում ես, որ այս կյանքում այդ խնդիրները միշտ մարդուն ուղղորդում են, թեկուզ եթե մի բան ուզենայիր այն ժամանակ փոխեիր, էլի ինչ-որ մի խնդիրներ լինելու էր ապագայում ու անընդհատ փորձելու էր անցյալով ապրել, անընդհատ մտածելու էր այն ժամանակ սենց էր լավ, նենց էր լավ, կուզեի նորից գալ հետ այսպես լիներ ու ինչ ապագայել որ լինի, միշտ այդ անցյալի մտքով ապրելու էր, չէ, ես փորձում եմ ապրել ներկայիս օրով, ոչ անցյալով, ոչ էլ ապագայով, որտեղ ես ապագան չգիտեմ, վաղը ինչ կլինի, այս պահին ես կամ կարող մի քանի վայրկյան հետո էլ գոյություն չունենամ, այսինքն փորձենք օրով ապրել ու այս օրը ուրախ դարձնել, օրը երջանիկ դարձնել։ Ես դες հետ համաձայն եմ։ Ես Չէ, ոչ փորձում եմ անցյալով, հա, անցյալը պետք է որ դասեր քաղես, մտածես ինչն էր սխալ, փորձես ուղղես, որ այդ ներկա օրդ նման ներկա օրում նման սխալներ չգործես, իսկ ապագան դա անորոշ է։ Արմեն ջան, ի՞նչն եք ատում մարդկային տեսակի մեջ։ Ինչ եմ ատում, չարախոսությունը,
բամբասկոտությունը, չարակամությունը դիմացինի հանդեպ, չներելու ունակությունը, չզիջելու ունակությունը։ Շատ բաներ կան, որ թվարկեմ, շատ են, բայց ավելի շատ այդ բամբասկոտությունն ու չարակամությունը։ Դուք կարողանում եք ներել։ Իհարկե։ Օրինակ դա ինձ մոտ այնքան դժվար է ստացվում։ Ներելը դա եւս մի հաղթանակ է, որ մարդու մոտ ստացվում է։ Երբեմն ես չեմ կարողանում ներել։ Արմեն ջան, հիմա ես ձեզ կտամ ձեր բնավորությունը, որոշակիորեն բացահայտող բլից հարցեր։ Փորձում եք արագ պատասխանել։ Փորձեք, տեսնենք ստացվի։ Բռունկ ունեք թե հանգիստ։ Հանգիստ։ Էմոցիոնալ եք թե սառը։ Սառը։ Նրբանկատ եք թե մակերեսային։ Երկուսն են։ Համբերատար եք թե հակառակը։ Այս չեղավ բլից երկուսն էլ էլի։ Լինում է տեղ, որ համբերում եմ, լինում է չէ։ Խանդոտ եք։ Կա այդպիսի բան։ Աստվածահավատ եք։ Այո։ Թալիսման ունեք։ Ես թալիսմանների չեմ հավատում։ Ինչ-որ միշտ ձեզ հետ է։ Չէ, եթե աստվածավախ ես եւ աստվածահավատ, բնականա թալիսմանը դեր չի կարող ունենալ քո կյանքում, որտեղ դա ընդամենը իր առարկայա անշունչ իդեպ, որ ոչ մի գործունեություն չունի ու չի կարող անի, ոչ մի իրականություն չի կարող բերի մարդու կյանքում։ Դա որոշակիորեն հոգեբանական։ Իմ կարծիքով սա նա հավատություն։ Ձեր այն բնավորության գիծը, որը ձեզ խանգարում է։ Չափից դուրս պարզ եմ ու միշտ փորձում եմ պարզ եւ ուղիղ խոսել մարդկանց հետ։ Դա հրաշալի գիծ է, իսկ այն գիծը, որը ձեզ օգնում է։ Օգնում է։ Դե դիմացինի մասին մտածել է։ Ինչն է ձեզ անսահման երջանկացնում։ Իմ ընտանիք։ Ինչից եք հաճույք ստանում։ Երբ որ իմ ընտանիքը ուրախ է, երջանիկ է։ Նաև իմ շրջապատն էլ, իմ ընկերները, իմ սանիկները, ընդհանրապես ոնց որ ստացվում է ընտանիքից ու ընտանիքից ձևավորվում է քո շրջապատ։ Այսինքն իմ շրջապատում մարդիկ ուրախ ու երջանիկ են, այնքան ձեր ասածը իրականություն է։ Դու 1, 2 անցում ուղիղ ապրես 1, 2, 3, 4 երկու անգամ ավելի արագ է։ Ավելանում լույսի մավաշը։ Ոտ։ Իմ լավագույն ասակետներից Վահե Սահակյանը, նաև լավագույն մարզիչներից, պրոֆեսիոնալ մարզիկ և նաև գրագետ մարզիչ։ Արմեն ջան, եւս մեկ անգամ շնորհակալ եմ, որ եկաք իմ հաղորդմանը։ Ձեզ հետ շատ հետաքրքիր էր։ Շնորհակալ եմ հրավերքի համար, քնարիք ջան։ Այսօր եւս մեկ բացահայտում եղավ։ Ձեզ հետ ինչպես միշտ քնարիքներ։ Այսօր այսքանը, սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք։ Ցտեսություն։